ուզում եք շահել 500 դրամ։ Փնտրեք մեզ Երևանյան փողոցներում։ Բարև ձեզ, դուք այս պահին հնարավորություն ունեք 500 դրամ շահելու, պատասխանելով մի պարզ հարցի։ Փորձենք։ Չէ։ Չփորձենք։ Ինչու՞։ Ես չեմ ուզում 500 դրամ, ուզում եք ես տամ բարձունեմ։ Որ միրգն է լատիներենից թարգմանաբար նշանակում հատիկավոր։ Չգիտեմ։ Կարող եք մի հարցի պատասխանել 500 դրամ կշահեք, պարզ հարց է։ Թարգմանաբար լատիներենից որ միրգն է նշանակում հատիկավոր։ Բայց չեմ կարող ասել։ Լատիներենից թարգմանաբար որ միրգն է, որ կոչվում է հատիկավոր։ Չգիտեմ։ Բարև ձեզ, մի հարցի պատասխանելով կարող եք շահել 500 դրամ, փորձենք։ Ուտեստների, ուտելիքի հետ կապված է։ Ըստ ձեզ լատիներենից թարգմանաբար որ միրգն է նշանակում հատիկավոր։ Մի հարցի կպատասխանեք։ Փորձելով շահել 500 դրամ։ Հատիկավոր լատիներենից թարգմանաբար որ միրգն է։ Հատիկավոր։ Չգիտեմ։ Աղջիկներ, մի պարզ հարցի որ պատասխանեք, հնարավորություն կունենաք 500 դրամ շահելու։ Փորձենք։ Նայեք, ուրեմն թարգմանաբար լատիներենից որ միրգն է, որ նշանակում է հատիկավոր։ Լատիներեն պետք է ասեմ։ Լատիներենից թարգմանաբար այդ միրգը նշանակում է հատիկավոր, որ միրգն է։ Որ միրգը կլինի։ Նուրը։ Սիրով ուզում ենք ողջունել Նայիրի եւ Արուսյակ Հովիկյաններին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բայց Երկու լրագրող ստանդարտ սկսեցի։ Երկու լրագրող մեկ տարածքում։ Շատ վտանգավոր է։ Պայթունավտանգ։ Շնորհակալ եմ, որ հրավեր ընդունեցիք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Նայիրի ջան, Արուսյակ ջան, կարծում եմ մեզ մեր հաղորդում, որտեղ կարծում եմ վստահ եմ, որ մեծ լսարան կընդգրկի, որովհետև դուք ամենանորաձև, թերևս ամենանորաձև եւ պահանջված զույգն եք, ասեք ինչու։ Ինչու։ Դե միտեղ որ կա քաղաքականություն, ինչն է մեր հասարակությունը ինչն է շատ սիրում, քաղաքականություն, չէ, հետաքրքրվում, գրում, մրում, ջնջում։ Եվ մեկ էլ ուտել եք սիրում եւ քաղաքականություն, երկուսը մեկտեղ ինչ է լինում, բում։ Արուսյակը ասում ենք, պայթուցիկ է, ասենք, երկու լեզվով ալիք ունեք YouTube-ում։ Այո, հայերեն եւ ռուսերեն։ Դե իսկ Նայիրին բոլորը գիտեն, բայց ես չի ասի, Արուսյակին է բոլորը գիտեն, որովհետեւ ես քրքրեցի, այսպես ասած, ձեր YouTube-յան էջը եւ զարմացա, այսինքն այդ քանակության դիտումներ։ Այն որ Արուսյակը ընտրությունների ժամանակ տեխնացիոն դնի, միանշանակ ինքն է հաղթելու։ 100%։ Այ մինչ Տիգրանը 3000-ը հայտնի։ Ծրարը բայց չեմ կարող անցնել, որտեղ չգիտենք։ Դեռ։ Վերջում ձեզ կհանձնենք, թե կտանեք մեզ այդ հաջորդ նկարմանը, սա եթե թույլ տա։ Շահումների հավատում եք ժողովուրդ։ Շահումների։ Անկեղծ Չէ, չկա այդպեսի բան։ Այ Նայիրին մշտապես այդպես մեծ զանգված է գրավում եւ նրա խոսքը շատ լսելի է եւ հավատ է ներշնչում։ Ես ուզում եմ այ դրա ինչու չեք հավատում Նայիրի ջան։ Շահումներ չկա այդպես բան, հա։ Ես իրականում գիտեք ոնց, ես լուսանկարվենք եւ լսենք ինչու չեք հավատում։ 3 ու 4։ Դե հիմա ասեք, ինչու չեք հավատում Շահումներին։ Ես պայքարի մարդ եմ։ Շահումը առանց պայքարի է, ընդհանրապես ինչ որ մի բան վերցնում ես, շահում ես, հա, ստանում ես, նվեր ես ստանում կամ չգիտեմ, ուղղակի անաշխատ փող է որպես այդպեսին, կապ չունի փող է, թե նվեր է, թե ինչ է։ Ես անաշխատ փողի սիրահար չեմ։ Առավել եւս կողմնակից էլ չեմ։ Հետևաբար նաեւ գիտեմ, որ ջրի բերածը միշտ էլ ջրի տարած է։ Իսկ դուք ոնց հանդիպեցիք միմյանց, մեր հասարակությունը կհետաքրքրի։ Ո՞ւմ էսպես համեղ կերակրեց, ինչ խոսքերով միգուցե Նայիրի խոսքի վարպետ է։ Հետաքրքիր է, որ Նայիրին համեղ կերակրելով գրավեց, որովհետեւ չէ։ Նայիրին կարող է։ Դարացիորեն ոսպով ճաշով։ Ոսպով ապուր։ Լուրջ։ Դե այդպես ստացվեց։ Կարող է սուր պատրաստեք ոսպով ապուր։ Ես մոռացել եմ, անկեղծ ասած, ես Ամենը հանձնել եք Արուսյակին։ Այո, այդ առումով Այդ Արուսյակը։ առաջին ու վերջին անգամն էր, որ Նայիրին տեսել եմ խոհանոցում, որ Նայիրի պատրաստացնենք ճաշակել, համ եկել նմանատիպ մի հաղորդման շրջանակներում ենք վայելել։
Դուք Մարգուի ժուրնալիստիկայի ֆակուլտետն եք ավարտել եւ ընտրել եք էթնիկ եւ տարածաշրջանային հակամարտությունների ուսումնասիրությունների մասնագիտությունը, ուղղությունը։ Ինչու՞։ Իրականում ինչ որ բան գիտեիք, որ այդ բարիներ անց։ Չէ, ոչ մի բան չգիտեի, բայց ընդհանրապես մեր տարածաշրջանը շատ բուրըն հրաբուխների, քաղաքական հրաբուխների, աշխարհաքաղաքական հրաբուխների տարածաշրջան է։ Եվ բնականաբար կա նաև մի այսպիսի ընդունված տերմին քաղաքագիտության մեջ, ասում են մեր տարածաշրջանում սահմաններն ավելի արագ են փոխվում, քան արևը հասցնում է մայր մտնել։ Դա միշտ էր այդպես։ Միշտ։ Մեր աշխարհագրական դիրքից մենք աշխարհի ամբողջ մոլորակի կենտրոնում ենք։ Միշտ ակտուալ Երբ որ նայում ես դու մոլորակը, կարող եք նաև Google Earth-ով նայել, չգիտեմ, ոնց նայում ես, մենք մոլորակի կենտրոնում ենք։ Այո, բայց մենք կարող ենք նաև ոչ թե ոտքի տակ լինել, այլ կարող ենք ինքներս կառավարել, այո, բայց մենք խելք չունենք այդքան։ Կամ չունենք այնպիսի առաջնորդներ, չենք ունեցել այնպիսի առաջնորդներ, որոնք ունենան այդ գիտակցումը։ Հետևաբար դա է ինձ մղել, որ ավելի խորանամ այդ ուղղության վրա, ժուրնալիստիկան եւ քաղաքագիտությունը համատեղելով փորձել օգտակար լինել սեփական պետության, ազգային պետությանը։ Հաջողվում է։ Հաջողվել է եւ շարունակում է հաջողվել։ Այո։ Արուսակ ջան, ձեր ընտանիքում էս խոսակցությունները հաճախ են, այդպես ուրիշ կերպով հաճախ են կրվի վեճի առիթ հանդիսանում, չես ասում դե հոգնածրեցիր, արի խոսենք օրինակ ռոմանտիկ ֆիլմից, չգիտեմ երեխայի կոշիկից։ Այնքան հոգնած է վերադառնում տուն, որ երևի այնքան էլ իր համար հաճելի չի լինի այդ թեման շարունակել տանը։ Հակառակ Արուսյակը որ գալիս եմ տուն, ասում է նայիր, ինչ կա։ Ինչ նորություն։ Դա ինչի էլ ուզում անգամ քննարկել։ Ասում մի հատ ֆիլմ նայենք։ Թեպետ ես գիշերը որպես կանոն 2-ից 3-ից հետո եմ քնում, որովհետև Սփյուռքի մեր հայրենակիցներն էլ շատ հաճախ ապրում են օվկիանոսից այն կողմ եւ նրանց հետ պիտի կարողանան այլ ժամային գոտիներում եւ նրանց հետ էլ պիտի կարողանաս աշխատել, գումարած ծրագրեր, գումարած տարբեր պլանավորում եւ այլն, բայց ամեն դեպքում Արուսիկի հետ հասցնում ենք մեկ-մեկ նաեւ ֆիլմեր նայել։ Ֆիլմերի ուղղությամբ կռվում ենք։ Տրամադրվածությունը մի քիչ ցրելու համար։ Չմոռանաք, որ մենք Արուսակի խոհանոցում ենք։ Այո, Փոխիկյանների բնակարանում առանձնատանը եւ չմոռանաք Արուսիկը իր փոխիկյան ազգանունն է կրում, Միանշանակ, այլ կերպ լինել չէր կարող։ Պալյան եմ, ծնունդով պալյան եմ։ Պալյան, գեղեցիկ չի նայել։ Հայ իսկական հայ տղամարդը իր կնոջը պիտի իր ազգանունից դարձնի։ Այդ չի քննարկվում։ Իսկ ես հայ տղամարդ եմ։ Էն էլ Մարտունեցիները Արուսակ ջան, մեզ համար ինչ եք նախատեսել, այդ նախաճաշ ընտրիկ։ Ասեմ, որ շատ դժվար էր, ես չեմ հիշում երբ ենք նման բան արել, որ մենյուն կազմելիս այսքան սուղ շատ սուղ։ Բամեր ջան, ասում են, մեր ջանը ինչպես ասում են, քարե։ Դե սահմանել են Նայիրի ջան, Արուսակ ջան, էտա մեր նվազագույն զամբյուղն է, ինչ Իրականում, անել։ եթե մեր կենցաղի մասին, մեր ընտանիքի կենցաղի մասին ասենք, այնպես չի որ մենք, չգիտեմ, ճոխ շատ մեծ ծախսեր ենք անում։ Ուղղակի որպեսզի եւ հետաքրքիր լինի, եւ ներկայանալի լինի, որովհետեւ նաեւ աշխատանքները պարտավորեցնում եւ մաչելի լինի, այո, թե չէ։ Նոր բան պիտի ասում ես։ Այո, հակառակ դեպքում Արուրիայում միշտ էլ հնարավոր է ինչ-որ սահմաններում տեղավորել, բայց հացպանիրը կա, չէ՞ բնականաբար։ Ասեմ, որ ամենամաչելի կերակուրն է հացպանիրը։ Դե դա բոլորս սիրելի է։ Հայց ինչ բան իրական դրում։ Չէ, սովորական, չանախ կամ լորի որպես նախաբան, հա, ամփոփիչ ասեմ, որ վերջին շրջանում մոտ 1 տարի մենք դարձել ենք առողջ սննդի ջատագով, չնայած ես իմ բլոգում անառողջ սնունդ եմ ներկայացնում, բայց ամեն դեպքում երբեմն բացառությունները լինում են։ Չէ, բուսակերության չէ, բալանսավորված սննդի հակառակը։ Ամեն ինչ, բայց բալանսավորված, որպեսզի սննդակարգում լինի եւ ճարպ եւ ածխաջուր, բարդ ածխաջուր անպայման, հիմնականում ավելի շուտ, եւ սպիտակուցներ անպայման լինեն եւ բջջանյութ։ Այսինքն ամենը նստում հաշվում են, Չէ, արդեն դա դարձել է ավտոմատ process, նույնիսկ մեր տղաները շատ լավ գիտեն, մեր ափսեն ամեն անգամ, այո, վերջերս Նայիրին իդեպ արտահայտվեց իր ուրախությունը, որ 2 կիլոգրամ քաշ էր կորցրել, ոչինչ չեմ արել, չգիտեմ ինչա, դու չես արել, բայց ես եմ անում, դու անկախ քեզնից, այսինքն այդպես են անում, այո, որպես տղամարդ չես իմանում, քեզ ոնց են կառավարում։ Ընթացքում կաշխատեմ մեկնաբանել, որպեսզի նաև ուսանելի լինի։ Անպայման, ոչ թե։
Եվ ինչ է ներկայացնում իրենց նախաճաշը։ Ահա, լինելու է ամբողջահատիկ հացով, աշխատել ենք։ Պիտի լինի ամբողջահատիկ հացով, ձվի պատրաստման այնպիսի տարբերակ, որ սպիտակության հնարավորինս քիչ վնասվի եւ ավելի գեղեցիկ ու ներկայանալի լինի։ Այստեղ իդեպ սառը մզման բուսայուղ է, ձիթայուղ ավելի ճիշտ, որի մեջ որպեսզի ուղղակի համային տհաճ այդ դառը համը չլինի, այստեղ համեմունքներ են։ Սա դեմքին Հա, սա ուղղակի ես այսպեսի խառնուրդ եմ պատրաստել, քանի որ աղցաններ հաճախ ենք պատրաստում, մեր տղանի դեպ սիրահար աղցաներ ինքն էլ է պատրաստում։ Չկան չէ, մեկը շատ շփող է։ 4-ով չենք տեղավորվում, 6-ով Հա, չէ, հաշտվում։ բարձրապես։ Լավ, մի բան այդպես բան փոքրին, հա, երևի։ Հարցեցի, ասի լրագրող ես դառնալու, թե քաղաքական գործիչ, ասեց կիսա։ Ուզեցինք հասկանայինք այդ որն է։ Ես Խնդրեմ, Արուստա ջան, դուք սկսեք մենք ընթացքում Հիմա հացը գրիլի մեջ ենք դնում, ուղղակի մի փոքր չորացնենք։ չորացնենք։ Ամեն ինչ պետք է այսպես չսահմանափակվի սնունդով։ Մեր ժողովուրդը իհարկե շատ լավ ժողովուրդ է, ես պաշտում եմ, ինձ ընդհանրապես ասում են քեզ համար կուրքեր մի սարքեր, բայց ինձ համար պաշտելի է իմ ազգը եւ իմ պետականությունը, իմ հայրենիքը։ Բայց Այս փակցրել եք, թե այդպես գնել։ Այո։ Բայց ունենք նաև վատ սովորույթներ։ Դե բնական է։ Օրինակ, երբ որ ասում ենք հյուրասեր ժողովուրդ է, հյուրասիրությունը, այո, իհարկե մեր ազգի կարևոր արժեքներից մեկն է, բայց հյուրասիրությունը այն ուտել, խմելը, ինչ կո սեղանին այսպես ուտելը չի, էլի։ ցուցադրելը ինչ ունենք սեղանին, չէ՞, այ։ Հա, Չգիտեմ, խավիար ունենք, չգիտեմ, ես ունենք, նոր տարում ինչպես է։ Հա, ես եմ նոր ուզում տարում ասել։ ցուցադրական վարկ են վերցնում, որպեսզի սեղան դնեն։ Հրաժարվել ենք այդ։ Մենք մինիմալ սեղան ենք դնում, ասենք չի գերազանցում։ Ու ներկայանալ, ինչպես որ օրինակ, եթե հերվից հյուրեր ունենայինք, սիրով պատրաստական, Չէ, վերջը սովորական։ այսինքն դատարկ սեղանով չենք Կարելի դիմավորում է ճանապարհում, բայց դրա առաջորը կամ հաջորդ Չէ, օրը։ բայց շատ մարդիկ ուտում են, գիտեն որ հետո մի շաբաթ ստամոքսի ցավով պարկում են։ Ու հետո այն մնացած ավելացածն են գումարները Այո։ դեն նետում հետո։ Ես մեր հայրենակիցներին միշտ առաջարկում եմ եւ մեր ընտանիքը իր օրինակով է դա ցույց տալիս։ Եղբայր, եթե դու ունես, ասենք, փող նոր տարվա վրա ծախսելու, ծախսի դրա 50, 60, 70 հազարը, որտեղ մարդիկ կան 3-400 հազար ծախսեն անում։ Մնացած գումարով հայրենաճանաչությամբ զբաղվի, գնա Հայաստանում այնքան հրաշալի վայրեր կան, այնքան գեղեցիկ վայրեր կան, գնա մարդկանց մեջ ճանաչիր քո երկիրը, ապրիր այդ օրերին, ինչ որ միտեղ Սիսիանում, չգիտեմ, Տավուշի մարզում, Արցախում ի վերջո։ Դες ապրում են ուտելու համար, թե ուտում են ապրելու համար։ Նայեցո։ Մարդիկ կան ապրում են ուտելու համար։ Ես հույս ունեմ, որ իմ շրջապատում ընտրում եմ մարդկանց, որոնք ուտում են ապրելու համար։ Իսկ ապրում են մտածելու համար, երկրի համար, ինչ որ մի բան Ինչ գեղեցիկ է։ Գեղեցկություն, խոսքեր չկա։ Հետո շատ յուրահատուկ։ Նաև օգտակար ես կասեի, նախաճաշ ասվածը պատրաստ է, Արուսակ ջան։ Բայց որտեղից է հմտությունները, Արուսակ ջան։ տարբեր տեղեր մասնագիտական գրական Ձեր հեղինակայինն է։ Չէ։ Չէ։ Հեղինակային, այսինքն որոշակի փոփոխության ենթարկել եթե նկատի ունեք, այո, բայց հիմնական սկզբունքները թե բալանսի առումով եւ թե գլխավոր սկզբունքները չէ, իհարկե իմը չէ։ Ես ուզում խոսենք այս հավկիթայի ծրարի մասին։ Արուսակ ջան, որը շատ հետաքրքիր տեսք ունի։ Հիմա տեսնենք լավաշ է։ չէ։ Ստված լավաշ է։ Լավաշ չի։ Այստեղ ասեմ, որ հացի վրա կանաչիներ են, խատուտիկ է, հազարի տերևներ են, ավոկադո է։ Խատուտիկ։ Խատուտիկի տերևներ են, նույն հոկոն են։ Խաղողին խատուտիկ։ Հայրեն, հա, նույն խատուտիկի
մեզ շատ ծանոթ, Փաստորեն մենք տարիներ շարունակ չենք իմացել։ Հատուտիկ, մատուտիկ, այդ որ ասում ռուկոլայի մասին է երկում։ Ռուկոլայի թերթիկներ։ Դե երկեն ռուկոլա Կարող ես թարգմանել եւ ռուկոլայով երկել։ Հավանաբար ոչ վայրի է հաճեցված եւ վերջում այս ամբողջը պսակում է ծվի, այսպես հիմա ժայթքում կլինի։ Ժայթքում, այդ ինչ գեղեցիկ Փաստորեն Այո։ Հա, եթե Արուսյակի լսել անգամ լսելուց, այդպես անխորժակ է գրգռվում։ Բանը պետք է բացեիք, հա, այդպես երաբուժական միջամտությունը պարտադիր է։ Ժայթքում է։ Սա սոուս է։ Միաժամանակ, այսինքն չափավոր եփված դեղնոց, որ չի հասցրել մակարդվել։ Թերքաշ, հա։ Թե չէ։ Լավ, Թե հիմա խաշել չի։ Չմակարդված ուղղակի։ ձեր տանը որպես կանոն Եվ բուսայով։ ձեր տանը Նայիրի ջան, Արուսյան ջան ճապ է, պարտադիր։ վեճերը երբ են այդպես ժայթքում։ Սովորաբար ինչ է կարող այդ վեճերի ժայթքուն առիթ դառնալ։ Մանա ջան, մեր դեռ ուսանող ժամանակվանից մեզ հարցնում էին դուք արդյոք վիճում եք, որտեղ միշտ տեսնում են սիրով ջերմ եւ այլն, ես միշտ ասում եմ, արդյոք մենք այդքան ձանձրալի մարդու տպավորություն ենք թողնում, որ պիտի չվիճենք, իհարկե վիճում ենք, շատ, այսինքն ավելի շատ բուրըն բանավեճ է։ Ասեմ, որ այս նախաճաշից հետո բավական երկար հագեցվածության զգացում է լինում, այդ շատ կարևոր է։ Ինչի, որովհետեւ քանակը տեսնելիս շատերը մտածում են, որ սա քանի ժամ պիտի պահի, սա շատ ավելի շատ կպահի, քան մեկ այլ մեծ ափսեով, մեկ այլ սնունդ։ Ասենք պարզած հաջող պարունակող սնունդ։ Եվ չի գիրացնի, Չի գիրացնի, որովհետև նախ պահանջը կբավարարի, բավական երկար ժամանակ էներգիա է տալիս, ու բացի դրանից ինքը քանի որ բալանսավորված է, հետևաբար ածխաջրերի, արագ ածխաջրերի կարիք մեզ մոտ չի առաջանում։ Էներգիան արագ լրացնելու կարիք մենք չենք ունեն, որովհետև էներգիան այսպես որոշակի մակարդակով մենք ապահովում ենք երկար ժամանակով։ Սա դիետաների հիմնարար այս երևի կանոններից մեկն է, որի հիման վրա սովորաբար իդեպ դիետաները կազմվում են։ Հասկացանք, որ էներգիան փաստորեն մեծամետ ատոմակայից ածխաջրերի, այս է, Ասեք ինչ է այստեղ, կասեք ես։ Սա բարբարիս է, անկեղծ ասած հայերեն տարբերակը դուրս են բերել, բայց քանի որ հաճախ չի օգտագործվում, ինքս էլ եմ մոռանում, բայց կա հայերեն շատ գեղեցիկ անուն է կա։ Բարբարի հետ կապ չունի։ Երևի բարբարոս։ Չէ, սա հայերեն տարբերակ չի բարբարիս, սովորաբար արևելյան անուշեղենների եւ ուտեստների մեջ են օգտագործում։ Նայրին Իրանից է բերել առանձնահատուկ։ Սա որպես դեկոր օգտագործեցինք, կարող եք չհաշվել։ Չէ, կարող չհաշվել։ Չէ, իրականում Իրանում շատ էժան է, շատ էժան է, Հայաստանում գրեթե չկա։ Կարելի է փոխել մի փոքր մենք օգտագործում, նույն այսպես հում կարելի է ուտել։ չորացված Սա բանի Սերմա, հա։ թթվաշ, շատ հաճելի թթվաշ է։ Սա լցնում են բրենզով փլավի վրա, շատ համեղ է, շատ էժան է Իրանում։ Ես չգիտեմ թե օրինակ Հայաստանում մենք սումախ ենք գնում, նույն մթերքները, բայց ո՞նց ենք հաշվելու։ Բայց լավն է սա։ Հատիկներով ամենամեծ։ Հարգելի Facebook-յան ընկերներ, եթե Իրանից գալուց լինեք, ինձ մի քիչ բարբարիս։ Ես ասենք կտամ։ Սա ինձ տվել են Սպահանի Ջուղայի մեր հայրենակիցները։ Վերջերս էի հերթական անգամ Իրանում, եղա Սպահանում, Ջուղայում, այնտեղ հսկայական հայկական համայն կա, Թեհրանի մեծ թվով 200,000-ից ավել հայեր են ապրում Թեհրանում եւ ի պատիվ մեր հայրենակիցն Արարատ Մարզովան, այո։ Եվ գիտեք ինչն է հաճելի, երբ որ հայկական միությունները Արցախ եւ նմանատիպ անուն Արարատ, նմանատիպ անուններով են եւ ի պատիվ պետք է ասեմ մեր հայրենակիցների շատ ազգային մարդիկ են, շատ ազգային մարդիկ։ Նրանք ավելի չէ, մի տեսակ ոնց որ բան են, կարոտը եւ Բարբարոսը հերացրեք, քան դեռ թագավորության ամբողջը չի կերել։ Բարբարի։ Բաց կլինեք կրկին գնալու Թեհրան, որպեսզի բերեք։ Դե սիրելի Մարինան, քանի որ ասաց, որ իրեն էլ է ուզում Իրանից ուղարկեն, ես վստահ եմ, մեզ միասին կուղարկեն, էլ այնտեղից։ Հասկացա, սիրելի Մարինան։ Իրեն շատ են սիրում իդեպ Իրանահայերը։ Եվ կարծում եմ չկա մի մարդ, որ ձեզ չսիրի։ Բա այնքան շատ են Դուք բացեք Facebook-ը եւ կարդացեք։ Տեսնեք եւ սիրողներին, եւ սիրողներին։ Ճաշի մասին խոսենք, այնուամենայնիվ, որովհետեւ չեն թողնում։ Սիրողը առաջին սիրողը։ Որպեսզի մեկ ճաշից ընդդեղից էլ մեկ ասում եմ։ Նախաճաշն ավարտեցին։ Մեր ճաշը կլինի ավելի քան պարզ, սպաս է լինելու, էլի Իմ ամենասիրած ուտելիքներից մեկը։ Այո, բայց մատուցման նայրից ոսպու։ Չէ։ Չէ, մատուցման ուղղակի յուրահատուկ տարբերակով հացի մեջ։
այս տարբերակը նայել շատ է սիրում։ Մեջ։ Հա, ես վերջերս Այսինքն ապսելը հետը ուտում ես։ Ինչ կա չկա ամբողջությամբ։ Արուսակ ջան, Ես այդպեսի ուտեստ Լեհաստանում եմ փորձել, բայց ես մի տեսակ պատկերացրեցի ինչ բարդ բաժին է ընկնելու ձեր ապագա հարցներին։ Այսինքն այսպեսի կեսօր, այսինքն դժվար կլինի, էլի գահան համերը պատրաստում։ ով Տղաս, շատ Մուշելը, տղան մեծ պատրաստում է։ շատ նուրբ Այնպեսի աղցաններ ասակում։ Համեմունքների բաժնում բոլոր սուպերմարկետներում ինքը պատրաստ է ուսումնասիրել, հետաքրքիր սա սրա հետ կհամադրվի եւ այլն։ Այսինքն ունի որոշակի ճաշակ։ Մայրիկից է փոխած։ Չէ, մայրիկի մոտ ձեռքբերովի է, չգիտեմ, հավանաբար ինքն էլ ուղղակի շատ սիրում է։ Իրեն դուր է Հա, ինչ հետաքրքիր է։ Տղան, չնայած տղաները ավելի այդպես։ Ինձ հետաքրքրեց սպասը հացի մեջ։ Այո, արագ պատրաստվող, չխառնվող սպասը 10 րոպեում պատրաստ է։ Գալիս է պահ, որ ամենասիրող զույգերներ միմյանցից, կենցաղից, նույնանմանությունից հոգնում են։ Այ դուք երբ հոգնում եք, չասեք չենք հոգնում։ Այդ ոնց եք փորձում լրացնել այդ, այսինքն կամ փոխել առօրյան, ինչ։ Մենք հազիվ իրար տեսնել, հա։ կարոտում ենք իրար։ Հա։ Ժամանակ կար Նայիրին կենտրոն հեռուստաընկերություն մեր աշխատում, երբեմն ես գալիս էի, հիշում ես, Բաքում նստարանին նստում ենք, կողքից անցնում էի, դուք տանը իրար չեք տեսնում։ Ես գնում էի այնտեղ, երբեմն մոտիկ էի։ Թույլ տվեք ասել, որ գիտեք, սերը այդ ամենասիրած ընտանիք եւ այլն կարող է մեր հայրենակիցները ինչ ճիշտ չհասկանան, ես սեր կոչված երևույթին այդպես լուրջ չեմ մոտենում։ Ինչու՞։ Հա, զարմացա, դուք էլ զարմացաք։ Սերը կապվածությունն է նախ։ Սերը փոխադարձ հարգանքն է, սերը պատասխանատվությունն է։ Մնացած այն ամեն ինչ ինչ որ հասկանում ենք, այդ ամեն ինչը կարա լինի հրապուրանք, չգիտեմ, գրվել, կիրք եւ այլն, դա սեր չի։ Դա կարող է սիրել մարդուն շատ։ Հորմոններն են դրանք։ Գուցե։ Ֆիզիկա է, կենսաբան։ Սերը կապվածությունն է, սերը հարգանքն է։ Հիմա մենք համենայն դեպս թույլ չենք տալիս, որ այդ հարգանքն ու կապվածությունը պակասի կամ իրարից, չգիտեմ, հոգնեն։ Ճաշն էլ կարծես մոտենում է իր եզրագծին, հացը կա, սպասը մնաց լսնենք, վերջում։ Այո, վերջում, քանի որ երկար մնալուց շատ է փափկելու, լավ կլինի մատուցելիս։ Բայց եկեք մատուցելիս։ բացենք այս հացը եւ ասենք, որ այ այստեղ է լցվում։ Արուսեք սա տարազ է։ Սպասը։ Սա հատուկ ասեմ, քանի որ այստեղ տարազի մասին մենք տարազ ենք հիմնականում կրում, չէ, սա Իրանից է, կապ չունի հայկականի հետ։ Ցանկացած նախշգործելը խնդիր չէ, կարևորը որպես հայկական չներկայացվի։ Ամենավտանգավորը, երբ ուրիշ նախշերը կապ չունի որտեղից են գալիս, երբ որպես հայկական է ներկայացվում։ Իսկ այդ ձեր գոքնոցը։ Սա տիպիկ հայկական Սա արդեն տիպիկ։ Եկեք, այո, տարբերենք իսկապես։ Եվ առհասարակ մենք ռոպագանդում ենք մեր ընտանիքով, որովհետև կան այսպես պսևդո տարած կոչված որոշակի գործվածքներ, որոնք տարիներ շարունակ ընկալվել են եւ շարունակում են ցավոք, չնայած որ ինֆորմացիան շատ է, շարունակում են ընկալվել որպես հայկական տարած ցավալին հենց այն է, որ մենք ինքներս վստահ ենք, համոզված ենք, որ դա մերն է ու դեռ դա քիչ է, ամբողջ աշխարհով էլ բլոգերների, իդեպ ասեմ իմ մեղքը, ինֆորմացիայի պակասի պատճառով 1 տարի մոտ ես ինքս էլ կրել եմ, բայց ինքս կրել եմ, բայց երբ ինֆորմացիան ինձ հասավ, նույն օրից հրաժարվել եմ եւ հաջորդ եթերից ամբողջությամբ ես իրականում սա էլ է քաղաքականություն, որովհետեւ տեսեք, թուրքերն են պատրաստում, Ստամբուլում են սարքում այդ այսպես կոչված տարազը, մեզ հրամցնում են, թե հայկական է։ Իդեպ վրան ներողություն, անգամ վրան շփոթեցնող է, խաչ է, այբուբեն, նուր մեր։ Նպատակը տեսեք որն է, իրանք քեզ համոզում են, որ սա քոնն է, ինչ որ անճաշակ, անտրամաբանական նախշ։ Որ տարածվի իրենցը։ Տարածել քոն այդ անճաշակությունը, որ քոնն է,
Իսկ այն ինչը բնիկ հայկական, բուն Իրենք հայկական, սեփականաշ- թուրքը վերցնում ասում է իմն է։ Շատ Երբ որ դու ավելի ասում ես, հանգիստ է չէ, իրացնում։ դա քոնը չի, դա իմն է, իմը դա, ասում է չեմ հասկանում, դու բոլորից ամեն ինչ խլում ես, դու ես ասել նա է քոնը, Նույն ոչ թե սա։ երաժշտությունը ոնց որ Նույնը ունի ասել, եւ այլն։ Երաժշտություն նաև Այո, Այո, ամեն ինչ, այո, ամեն այո։ ինչ։ Պարտադիր չի մենք բոլորս իդեպ տարազագետ լինենք։ Պարտադիր է որ ուղակի տեսնելիս, ոնց է ուզբեկը Տարբերակ է, տեսնելիս ինքը տարբերակ գիտի, սա իր տարազն է, իր որ ինչ խորհուրդ ունի, գոնե ընդհանուր պատկերացում, հա, իդեպ բացը դպրոցից է գալիս։ Ահա։ Այդ մեզնից չի։ Այո, ինքնաճանաչողական Այո, պես մենք պետք պիտի է գոնե ընդհանուր բնույթների որևէ մեջ, դասագրքի, Ահա։ որևէ մի անկյունում մենք պիտի թեկուզ գիտեք դասագրքի զարդանախշերը, ասենք որպես լուսանցք, երեխան էջը թերթում է, թեկուզ պատմության դասագիրք է, իրեն Դե խոշորաշուն ոնց որ քո դրոշի գույները չի մանած համադրությունը, չէ։ Այո, այո։ Զինանշան։ իրեն չպարտադրվող ինֆորմացիա է, այսինքն ինքը բարբերաբար ուզած չուզած անդադար տեսնում է իր աչքը, այ օրինակ սա առաջարկ է, ես չգիտեմ, նման տարբերակով կամ խաղերի։ Կանենք, դա էլ կանենք։ Այո, որպեսզի Լավ առաջարկ, տեսնենք։ Վերադառնանք ընտանեկան ընթրիկին, Արուսակ, ձեր Այո, մեր սպասը արդեն պատրաստ է, ասեմ որ շատ արագ պատրաստվող սպաս է, երմանջուրն ավելացնում ենք մածունին, խառնում ենք, այդ տարբերակով սպասն էլ չի կտրվում, այո։ Սա սովորական Իսկ սպաս Հետո Ա. սառեցված ծավարն ենք ավելացնում, որ մեր ժամանակն ավելի է խնայում, ինչ որ մի օր սպաս ծավար է, եփում ենք, սառեցնում ենք, հետո երբ պետք է լինում, երկար բարակ օգտագող։ չեք խառնում։ Այսինքն եթե սպաս ես ցանկանում, էլ կարիք չկա սպասելու, որ ծավարը եռա։ Ահա։ Բավական է մածունը եռա, ընդ որում արդեն երմանջրով է դա էլ արագ լինում։ Հա։ Ավելացում ես ծավալ, այսինքն 10-15 րոպեում Եվ հենց սպասը ցանկացար։ պատրաստ է։ Առանց ժամերով Այդ դրա մասին խառնելու, էր ասում։ կտրվելու։ Լավ, իսկ Չի ընթրիկը կտրվում։ Մեր ընթրիկը նույնպես նույն տրամաբանության սահմաններում էլի բալանսավորված լինելու է բլղուր, անպայման դա բջջանյութ է հարուստ, երեկոյան ցածր ինսուլին ենք ապահովում, որ հանգիստ քնենք, առավոտյան քաղցած Պատկերացնեք, ես չարթնանանք։ ամեն օր ինչքան ինֆորմացիա եմ Քաղցած չարթնանանք, Ածխաջրերի մասին։ այո, բարդ ածխաջուրի դեպ ամենակարևորը եւ դրան գումարած ունենալու ենք սպիտակուց կաթնաշորի տեսքով։ Մի քիչ ընկույզ, մի քիչ սխտոր, մի քիչ կանաչի։ ընկույզ։ Այսինքն ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերք, որոնք շատ ինսուլինը չեն բարձրացնում, հետեւաբար մենք հետո ինսուլինը կտրուկ չի ընկնում։ Հիշեցի բժշկականում սովորել Էնդոկրին այդպես համակարգի առողջապահական Ես մասնագետ չեմ, չէ, ուսումնասիրել եմ մենակ այն մակարդակի, որքանով որ դա կօգնի իմ ընտանիքին ու ինձ, Կեցեք։ որպեսզի առողջ լինենք, ես մասնագետ Բնում չեմ։ է ցույց տանք ռուստատողներին։ Չէ, բայց Ինչ ես են մասնագետ չեմ, ներկայացնում բայց Արուսակի ընթրիկը։ Դե եկեք լսնենք նաև սպասը հացի մեջ, լսնենք թե ինչ տեսք է ստանում մեր Սա իմ ամենա Սիրելի? սիրելի ուտեստն է։ Այ օրինակ գիտեք, որ ինչքան համեղ է կափարիչը որպես այդպեսի Կափարիչն է համեղ։ իհարկե Հա, այդ կափարիչը։ Ու ինչու բուսայող առանձին եւ ոչ եփելիս, որովհետեւ այսպես գեղեցիկ երեսին մնում է, եթե հետն է կեփում, Հա։ այդ դեպքում լուծվում է, զուրվում Ահա, է։ իսկ հուտելուց խառնում ես, թե հուտելուց խառնում Ես ես, չէ՞։ ամեն ինչը տեղեր իմացա։ Հա, հիմա կափարիչը դնենք նոր է համեղ, թե հենց այդպես համեղ է Նայած կափարիչը։ որ Պետք է դնենք, ոնց Չէ, սա որպես հաց է։ Հա, Եթե որ դնում ես, Ներծծում է։ այո, Եկեք կիսափակ այդպես որ Երևա եւ նա կիսափակ անենք կապարիչ եթե դեմ չեք։ Հա, ինչ կասեք։ Այսպես հրաշք։ Մինչ մենք կանցնենք հաշվարկին, Էս ինչ զարմանք է, մեր այսպես այսօրվա հարցը։ Եթե ուզում եք լրացուցիչ հիմա վաստակել 3000-ից բացի եւս 500 դրամ, մենք ունենք հատուկ հարց։ Որ մրգի անունն է թարգմանաբար լատիներենից նշանակում հատիկավոր։ նոր կեցեք։ ասեմ ինչի հիշեցի, ես չգիտեմ օրակոչից թորմիկներ փոքր տարիքում նոր հեշտ բառը թողած բազմահատիկ էր ասում։ Չգիտեմ ինչի։ Այնպես որ 500 դրամը հաստատ ձերն է, հիմա հասկանանք այս 3000 դրամի ճակատագիրը։ Ջեքփոթ։ Անցնենք հաշվարկին։ Սկսենք բնականաբար Իհարկե մի քիչ կասկածելի է, որովհետև նման
ճաշացանկ մեզ դեռևս իսկապես առաջարկող եւ յուրահատուկ եւ հագեցած եւ այդպես շատ Կարելի է նախաճաշել։ Իդեպ եւս մեկ տարբերվող Եվս մեկ անգամ ասեմ, քանակի դեպքում պարտադիր չի որ քանակը լինի հագեցում։ Դա էլ է շատ կարևոր։ Հիշեցնենք, ինչ էր օգտագործվել նախաճաշի մեջ 4 հատ ձու, հաց, Եթե 4 հոգու բաժին հաշվի։ 4 հոգու բաժին։ ոսպ, ավոկադո կա այստեղ, գազար մի փոքր, կանաչեղեն ընդ որում թիվը, որը կտեսնենք, հաշվարկված է ամբողջի համար, հա, բոլոր ուտեստներում, լոլիկ, բուսայուղ եւ ամենուտներ, հա, այս ամենը կարծես թե ոչինչ չմոռացանք նախաճաշի մեջ։ Նախաճաշի մեջ չէ։ Եվ մնում է ներկայացնենք արժեքները լուսագրելով։ Անցնենք մեր հետաքրքիր յուրահատուկ ճաշին։ Մածուն, ձավար, կարակ, մեկ հատ ձու, այո, նաև խտրի։ Եվ իհարկե ընթրիկը, որը տեսնում եք, շատ գունեղ, շատ գեղեցիկ, որի մեջ օգտագործել է բլղուր, կիտրոն, բուսայուղ, սոխ, տոմատի մածուկ, կատնաշոր, անկույս, պատել եք թնջուտով եւ թթվասեր։ Ոչինչ չմոռացանք։ Կարծես թե չէ։ Ամեն ինչ տեղում է։ Ահա Կանաչին նախապես ենք հաշվել։ Դե ինչ, երևի թե սա քեզ։ երևի թե հաստատ ինձ Ահա, այն թիվը, որ ստացեց մեր վերջնարդյունքի հաշվարկի Սա ինձ։ ընթացքում։ 3880 դրամ է։ Ոյ, բայց անգամ զարմանալի է, որ 3880, որովհետև հիմա հեռուստադիտողը այս ամենը տեսնելուց պետք է Եվ որ մաչելի կարելի համար, այսօր։ Իդեպ ասեմ կարելի էր մի փոքր պակասեցնել, օրինակ քունջուտ չօգտագործել, բայց դրանից տուժելու էր իր եւ արտաքին տեսքը եւ Այո, դե իմանա, եթե 3000-ի մեջ էլ ուզեն տեղավորվեն, կարող են չօգտագործել օրինակ ինչը, ավոկադոն հանել։ Օգտակար ճարպերը, բայց փոխարին է։ Հա, անկույզը կարելի է Նաև հանել։ մեկ մոռացանք հասկանալ, թե ինչ կարելի է ըմպել այս ամենի հետ մեկտեղ։ Թեյ, ջուր եք ըմպում։ Ահա։ Բայց այս 500 դրամը դուք աշխատել եք ձեր այսպես ինտելեկտով, ձեր ճիշտ պատասխանությամբ։ Շնորհակալ Ինչ հարուստ երկրում Ասում եք շահելուն հավատում եմ։ Այ հիմա հավատացի։ Շահում եք։ Այսօր երերուստատողներ։ Արթարա Ժողովուրդ ջան, Դրեք մեր նկարնող խումբը Երևանյան փողոցներով, եթե ուզում եք շահել ճիշտ պատասխան համար 500 դրամ, ուրեմն փնտրեք մեզ ամենուր։ Ուզում եք շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա հետաքրքիր հանդիպման համար։ Հոխիկյանների տանիքին ուզում եք մաղթել բարեշտություն։ Հետևեք մեզ յուրաքանչյուր Կիրակի, գուցե հաջորդ Կիրակի առավոտյան հայտնվենք հենց ձեր խոհանոցում։ Մի տնից չենք, բայց հոխիկյանների տանն ենք։ Սա հենց այնպես։ բարով եք եկել։ Ստոպ։ Բան է։ Անունը փոխես Մայկայի վրա հաջորդ անգամ հետագրել։ Մի տնից չեք։ Այս է հոխիկյանների տան։ Գիտես, ազգարուն ես, վերջերս ահագին լավ աշխատում։